Հիմա նույն տրամաբանությամբ, պարոն Վարդանյան, նույն տրամաբանության ներքո քննարկվում է Փաշինյան եկեղեցի կամ կաթողիկոս այս հարաբերությունների սրացումը, ասում են անցնում է բոլոր հնարավոր արժեքների վրայով, եկեղեցու հետ խնդիրները նոր չէին, հիմա ինչու է սրում, ինչու է թեման բերել դաշտ եւ ինչ խնդիր է լուծում Նիկոլ Փաշինյան այսպիսով, երբ որ եկեղեցին կարևոր դեր ունի մեր կյանքում։ Այո։ Սկսենք նրանից, որ եկեղեցին ավելի շուտ այսպես ասենք եկեղեցու ղեկավարությունը կամ ղեկավարության մեծ մասը, այո, կաթողիկոսի գլխավորությամբ մտել է քաղաքականություն։ Ոչ միայն մտել է քաղաքականություն, այլ նաև առաջ է քաշում ըստ էության իշխանափոխության թեզեր, ոչ միայն իշխանափոխության թեզեր, այլ ընդհանուր առմամբ, գիտեք, ռեժիմի փոփոխության, այսինքն նրանք ասում են, որ Հայաստանի Հանրապետությունում այն ռեժիմը, որ այսօր կա, դա հակազգային ռեժիմ է, հակաժողովրդական ռեժիմ է եւ պետք է փոխել այն։ Եվ ոչ միայն ասում են, այլ նաև իրենց ներկայացուցիչները հենց ընդդիմադիր, ռադիկալ ընդդիմադիր շրջանակներում ներգրավված են ու ոչ միայն ներգրավված են, այլ նաև երբեմն առաջնորդում են ինչպես Բագրատ Սրբազանի, հա, պարագայի մեջ։ Դե հանուն արդարության, պարոն Վարդանյան, Բագրատ Սրբազանի մեկնարկաշարժման ժամանակ կարելի էր ասել, որ այո, նրանք այն ժամանակ փորձում էին ռեժիմ փոխել, իշխանություն փոխել, բայց այդ շարժման մարումից հետո մենք առնվազն եկեղեցուց որևէ այդպիսի արձագանք կամ բան։ Չէ, դե տեսեք, առանձին ներկայացուցիչներ եկեղեցու միևնույն է, այսօր շարունակում են ակտիվ լինել եւ ել ավելի են ավելացնում հակաիշխանական, այդպես խոսույթի դոզան։ Փաստ է սա։ Որոշ եկեղեցականներ ընդհանրապես խոսում են այն մասին, որ ժողովրդավարություն եւ շատ բարձրաստիճան եկեղեցականներ, որ դե ազգի փրկության հարց է ինչ ժողովրդավարություն, այս չի ձեր ժողովրդավարությունը, հասկանում եք։ Այսինքն սա արդեն նաև սահմանադրության հիմնարար դրույթներին նետած մարտահրավեր է։ Նաև մենք տեսնում ենք, որ որոշակիորեն այսպես կրեմլյան շրջանակների հետ կամ ռուսուղափառ եկեղեցին է ակտիվություն ցուցաբերում եւ ինչ որ համատեղ միջոցառումներ են անում հայափրկության, չգիտեմ, մարդկանց կրթելու, իրենց պատկերացմամբ, իրավիճակ փրկելու, արևմուտքի դեմ պայքարելու, հա։ Եվ գիտեք ինչ, այս ամենի ներքո, քանի որ մենք մոտենում ենք նախընտրական փուլին, կարելի ասել ըստ էության արդեն նախընտրական փուլը սկսած է, ոչ ֆորմալ, էլի։ Իշխանությունները հավանաբար մտածել են, որ դե քանի որ ուրեմն այսպիսի փուլում ենք եւ քանի որ եկեղեցու ղեկավարությունը եւ մի շարք ներկայացուցիչներ այսպիսի մարտահրավեր են նետում, այսպիսի ակտիվություն են ցուցաբերում, ուրեմն պետքա չեզոքացնել սա, որ հետո ուշ չլինի, որովհետեւ նրանք ռեսուրսներ ունեն։ Իշխանությունը միայն արձագանքողի դերում է, թե իշխանությունը իր հերթին մարտահրավեր է նետում սահմանադրությանը նույն, արձագանքելով հոգեվորականներին այնպես, ինչպես որ արձագանքում է։ Տեսեք, սահմանադրությանը ես չեմ կարծում, որ մարտահրավեր կա այստեղ, ինչու, հիմա բարձաբանեմ, էլի։ Որովհետև առանձին ներկայացուցիչներ, իշխանության ներկայացուցիչներ ուղղակի քննադատում են եկեղեցականներին, որպես քաղաքացի իրավունք ունեն քննադատելու, եւ նաեւ նշում են այն փաստը, որ իրենք մտել են քաղաքականության մեջ եւ մարտահրավեր են նետում ընդհանուր առմամբ պետական կարգին, եւ նաեւ ասում են, որ դե որ այդպես է, դե որ դուք մտել եք այս դաշտ, դե որ դուք մեզ համար խնդիր եք, հա, որպես այսինքն քաղաքական օպոնենտ, ռադիկալ քաղաքական օպոնենտ, էլի ամենածայրահեղ ռադիկալ։ Դե ուրեմն մենք էլ կհիշեցնենք ձեզ եւ հասարակության դատին կներկայացնենք ձեր վարքը, ձեր բարոյական կերպարը, ձեր հարստությունը, հա, ձեր անհամապատասխանությունը ձեր ուրեմն այդ գործառույթներին, ձեր դիրքերին, աշճանակարգին եւ այլն։ Իմանալով եւ նաեւ միգուցե նոր ինչ որ տեղեկատվություններ էլ ունեն, չեմ կարող ասել,
որովհետև որոշ հայտարարություններ կարծես թե վկայում են այն մասին, որ հա, որոշակի ինչ որ տեղեկատվություն իրենք ունեն։ Եվ կարող է վաղը մյուսօրը դրա հարաբերակեն, հա։ Հիմա այս դեպքում գիտեք կարող ենք իհարկե մենք ասել, որ բայց ինչու պետք է պետության ներկայացուցիչները, իշխանության ներկայացուցիչները օրինակ ասեն, թե ինչպես պետք է ընտրվի կաթողիկոսը, որ պետք է բարևարկության ինչ որ քննություն անցնեն եւ այլն, հա, այսինքն ստուգում անցնեն, որ իրենք չեն համապատասխանում իրենց բաներին, դա անկախ կառույց է, այդ անկախ կառույցի ներսում հիմա իրենք ոնց են որոշում, իրենց գործն է, այսինքն եթե հանդուրժում են օրինակ հավատացյալները նման բան, որ իրենց եկեղեցականները, որ իրենց հովիվները, հոգևոր հովիվները իրականում հոգևոր հովիվներ չեն, դե հիմա այդ իրենց գործն է, թող չհանդուրժեն, հա, բայց արդեն երկու բան նշենք։ Մեկ այն, որ իրենք մտել են քաղաքականություն եւ արդեն որպես քաղաքական օպոնենտ են հանդես գալիս, ուստեղ արդեն իշխանությունները ասում են դե մեր ձեռքերը ուրեմն այստեղ կապված չեն, ազատ են, ներեգություն, արդեն դուք եկեղեցական չեք արդեն։ Դուք օգտագործում եք փաստորեն ինստիտուտը քաղաքական պայքարի համար, այսինքն ժողովրդավարության դեմ գործողություն եք իրականացնում, չգիտեմ, մասնակցում եք ինչ որ ինֆորմացիոն հարձակումների, հիբրիդային հարձակումներ կա Հայաստանի վերաբերյալ, ոնց որ թե դուք դրա մաս եք, հա, դառնում։ Եվ այս առումով կարծում եմ հասկանալի է, էլի ինչու են այս ամեն ինչը անում։ Եվ երկրորդ հանգամանքը հայ առաքելական եկեղեցին այնուամենայնիվ ունի յուրահատուկ կարգավիճակ ըստ սահմանադրության։ Այն տեսեք տարբեր կրոնական կազմակերպություններ, հա, այսինքն որպես հասարակական կազմակերպություն գործում են, կարգավորվում են ընդհանուր օրենքով, բայց կա հատուկ օրենք, որը կարգավորում է հայ առաքելական եկեղեցու եւ պետության միջև հարաբերությունները։ Նրանք ունեն առանձնահատուկ փաստորեն դիրք, սահմանադրությամբ էլ նշվում է նրա պատմական առաքելությունը եկեղեցու, թեև նշվում է, որ հա, բոլոր կրոնական կազմակերպությունները հավասար դաշտում են եւ այլն, բայց տեսեք, այս խնդիրը մի քիչ կա, որ փաստորեն ստացվում է այնպես, որ իրենք պետության հետ հատուկ հարաբերություններ ունեն։ Եվ եթե պետությունը հիմա պատկերացրեք, եթե հատուկ հարաբերություններ ունեն, նշանակում է ունեն գերիշխող դիրք որոշակիորեն, հա, այդ դաշտում, հոգևոր դաշտում, նշանակում է նաև իրենք մուտք ունեն պետական համակարգ որոշակիորեն, ասեք կարող են միջև վերջերս, հիմա չգիտեմ փոխվել է կարգը թե չէ, բայց դպրոցները գալիս էին, հոգևորականները դասավանդում էին, ըստ էության քարոզչություն էին անում, առաքելական եկեղեցու դրույթների, կարող էին քաղաքական տեքստեր ասել նաև, չէ, ոչ մեկ իրենց չէր կարող այդ առումով ասել, որ չգիտեք ինչ բան։ Եվ հիմա էլ ունեն էլի բազմաթիվ ռեսուրսներ եւ մուտք դեպի հանրային կյանք, այնպիսի մուտք, որ ուրիշները չունեն։ Եվ իրենք հիմա, տեսեք, պետությունն էլ ասում է մի վարքյան, այսինքն, եթե այդպես է, եթե առանձնահատուկ դիրք ունեք դուք, ուրեմն մենք կարող ենք ասել, որ դուք օրինակ այդ դիրքին չեք համապատասխանում։ Արդեն փաստորեն ստիպված մենք պետք է մտնենք նաև այդ դաշտ։ Հիմա գիտեք, այստեղ ես օրինակ կողմնակից եմ նրա, որ այս հարցը լուծվի պետության եւ եկեղեցու ել ավելի տարանջատմամբ։ Այն օրենքը, որը կա վերանայվի, ընդհանրապես միգուցե եւ այդպես առանձին օրենք չլինի, որը վերաբերվի դրան, այսինքն պետության եւ առաքելական եկեղեցու հարաբերություններին, եւ հավասար ինչպես բոլոր մնացած կրոնական կազմակերպությունները, այնպես էլ հայ առաքելական եկեղեցին, հա, նույն սկզբունքներով ժողովրդավարական երկիր ենք, չէ՞, ինչի պետք է պատմական դեր ունեցող, իսկապես պատմական առաքելություն ունեցող եկեղեցին, որը դարեր շարունակ եղել է իհարկե որպես մեր էթնոսի, հա, հայ էթնոսի հիմնական եկեղեցին, չէ՞, ինչի պետք է ժողովրդավարական, ուրեմն քաղաքական ռեժիմի շրջանակներում նույն դերակատարությունը էլի ինքը ստանձնի, նույն կերպ լինի, այսինքն պետության հետ շատ սերտ հարաբերությունների մեջ։ Տարանջատում կամ այս հարաբերություններ, պարոն Վարդանյան, դրանով ամփոփենք։ Այս ամենը բխում է մեր երկրի շահերից, երբ որ այս հարցերը այսպես քննարկում ենք եւ այս թեման չպետք է ուրեմն եկեղեցին մտներ քաղաքականություն
չպետք է հակա ժողովրդավարական օրակարգ առաջ քաշեր, չպետք է ռեժիմի փոփոխության խնդիր դներ եւ այս ամեն ինչը չէր լինի։ Իդեպ հիշում եք հավանաբար, շատ վերջերս է եղել, երբ որ վարչապետը Էստոնիա այց էր կատարել։ Այդ Էստոնիայի այցի ժամանակ այնտեղի թեմի առաջնորդը, չեմ սխալվում, դիմավորեց շատ դրական այսպես կերպով վարչապետը գնաց եկեղեցի, խոսեց եւ այլն եւ շատ դրական վերաբերմունք ցուցաբերեց։ Սա ինչ է ցույց տալիս։ Սա ցույց է տալիս, որ չկա կառավարության կողմից, կոնկրետ վարչապետի կողմից ընդհանրապես առաքելական եկեղեցու կամ հոգեվորականների վերաբերյալ բացասական վերաբերմունք։ Կա կոնկրետ վերաբերմունք կոնկրետ մարդկանց, կոնկրետ հոգեվորականների, բայց դե քանի որ իրենք շատ են եւ քանի որ իրենք ղեկավարությունն են, հա, դե բնականաբար ստացվում է այնպես, որ դե դուրս է գալիս, որ եկեղեցին է, հա, քննադատվում, բայց իրականության մեջ այն Էստոնիայի թեմի առաջնորդն է, չէ, եկեղեցի։ Այնտեղ էլ էր, չէ, եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի էր կարողա ասեց, որ սա չուլանա, չէ, որովհետև ինքը շատ նորմալ, պահպանված, հա, լավ տեսք ունեցող եւ այդ Էստոնիայի, ասենք, թեմի առաջնորդի խոսույթը հակաժողովրդավարական չէր, մեր սահմանադրական կարգի մարտահրավեր նետած չէր, բնականաբար նորմալ վերաբերմունք էր իշխանության ներկայացուցիչ նկատմամբ, հա, որպես պետության, այսինքն ներկայացուցիչ այդ պահին, եւ եթե այդպիսին են հարաբերությունները, ոչ մի խնդիրներ չեն լինում։ Ես գիտեք, հիմա շատ հաճախ այդ մանիպուլյացիան արվում է, որ այ իշխանություններն են սրում այս վիճակը, իրենք են մեղավոր, իրենք չպետք է բան։ Միգուցե իշխանությունները պետք է հասկանան, որ PR-ի տեսակետից շատ սխալ կարող է ընկալվել իրանց այս կամ այն արտահայտությունը, բայց մենք խնդիրները պետք է խորխորությամբ տեսնենք, չէ՞, ով է մեղավորը, ով է այս խնդիրը հարուցել։ Եվ տեսնում ենք ակնհայտ, որ խնդիրը այո հարուցել են այն եկեղեցականները, որոնք սկսել են այդ ռադիկալ ընդդիմադիր կեցվածքից խոսել, հարվածել իշխանություններին, ոչ միայն իշխանություններին։ Բոլոր նրանց խոսույթները այդ տեսակ եկեղեցականների ուղղված են նաև քաղաքացիական հասարակության դեմ, լիբերալ մտածողություն ունեցող, եվրոպական մտածողություն ունեցող մարդկանց դեմ։ Նրանք առաջ են քաշում ծայրահեղ աճ պոպուլիստական, ծայրահեղ ազգայնական թեզեր, նման դիսկուրս։ Ու այդ առումով ոչ մի բանով չեն տարբերվում սովորական այսօր Եվրոպայում էլ շատ կան այդպիսի կուսակցություններ քաղաքական շրջանակների դեպ, ասեմ, ոչ մի կերպ չեն տարբերվում ծայրահեղ ազգայնական պոպուլիստական այդ քաղաքական ուժերից իրենց խոսույթների մակարդակով եւ բնականաբար դրան պետք է հակադարձել, որովհետեւ այդ խոսույթները ժողովրդավարության տեսակետից խնդրահարույց են, սա է խնդրեմը։ Եվ վերջի վերջով մեր սահմանադրական կարգը ժողովրդավարական կարգ է։ Մարդ որ ասում է, որ գիտեք ինչ, եվրոպական արժեքները մեր համար չեն, բայց եվրոպական արժեքները մարդու իրավունքներն են։ Մարդու իրավունքները ամրագրված են սահմանադրությամբ։ Ժողովրդավարությունը ամրագրված է սահմանադրությամբ որպես մեր կարգը, մեր սահմանադրական կարգը։ Եվ եթե դու խոսում ես դրա դեմ, կներեք, դուք խոսում եք ուրեմն մեր սահմանադրական կարգի դեմ, սա անընդունելի բան է եւ չի կարող չունենալ արձագանք։ Նորից եմ ասում, այլ բան, որ այդ արձագանքը իհարկե ճիշտ պետք է լինի, այդ արձագանքը PR-ի տեսակետից պետք է գրագետ կազմված լինի։ Ներողություն, այո, եւ բառամթերքն էլ կարծում եմ այնպես ինչ պետք է լինի, որ մարդկանց մոտ այդպես խնդիրներ առաջացնի, որոշակի հակակրանք առաջացնի եւ այլն։